Բարի օր ձեզ, շարունակում ենք մեր դասերը։ Այսօրվա մեր թեման է տեխնիկական սխալների ուղղումը։ Տեխնիկական սխալների ուղղումը նկատի ունի կրկնակի էջերի հեռացում, խփված հղումների հեռացում, կայքի բեռնման արագության բարձրացում։ Սկսենք հերթով։ Կրկնակի էջերի հեռացում։ Ուրեմն, երբ որ դուք աշխատում եք, ասենք, WordPress-ով կամ այլ կոնստրուկտորով, կոնստրուկտորները ավտոմատ ստեղծում են կրկնակի էջեր, ասենք փոքր անոնսներ եւ այլն, այդպիսի դեպքեր են լինում, երբ որ նրանք կրկնում են նույն էջը մի քանի անգամ։ Եթե դուք բավականաչափ հաջող գիտեք, լավ գիտեք WordPress-ը, ապա դուք պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի նման էջերը որոնման համակարգերը չինդեքսավորեն, որովհետեւ կարեւոր է, որպեսզի որոնման համակարգը նույն էջից 2-3 անգամ չտեսնի ձեր կայքում։ Բայց եթե դուք լավ չեք տիրապետում WordPress-ին կամ այն կոնստրուկտորին, որով աշխատում եք, ապա ուղղակի իմացեք։ Սկսնակների համար միայն դա է կարևոր, որպեսզի նույն տեքստը մի քանի տեղ չօգտագործվի։ Դա վատ է ընկալվում որոնման համակարգերի կողմից։ Երկրորդը խփված հղումների հեռացում։ Եթե դուք ունեք մի կայք, որը ընդհանրապես ունի 10-20 էջ, ապա պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի եթե ինչ-որ հղում եք տալիս այլ կայքի կամ ձեր կայքի ինչ-որ մի էջի, որը հետագայում հեռացնում եք, ապա ուշադրություն դարձնեք, որպեսզի այդ էջը ուղղակի այդ հղումը հեռացվի ընդհանրապես, որովհետև եթե հղումը ինչ-որ մի աշխատող էջի չի բերում, ապա որոնման համակարգը դա վատ է ընկալում։ Եթե ձեր կայքը փոքր է, ապա դուք կարող եք դրան հետևել։ Եթե ունեք մի կայք, որ ունի մի քանի հազար էջ, բնականաբար, ասենք WordPress-ով դուք դրան հետևել չեք կարող։ Բայց եղեք ուշադիր, որպեսզի ավելորդ խփված էջերը անընդհատ հեռացնեք։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, եթե ինչ-որ մի կայքի հասցե եք գրում, ապա ավելի լավ է դա գրեք որպես տեքստ եւ հեռացնեք նրանից հղումը, որովհետեւ ինչքան շատ հղումներ ձեր կայքից, այնքան ավելի վատ ձեր կայքի համար։ Գրեք ուղղակի տեքստի ձևով առանց հղման, եթե ինչ-որ մեկին իսկապես անհրաժեշտ է այդ կայքը գտնել, նա ուղղակի կկատարի copy paste եւ կկարողանա գտնել այդ էջը։ Այդպես պրոբլեմ չի լինի հետագայում նորից վերադառնալ մի քանի հազար էջը դիտարկել, որպեսզի գտնել խփված հղումները։ Եթե դուք աշխատում եք WordPress-ով կամ Dreamweaver-ով, ապա օրինակ WordPress-ը ունի այդպիսի ֆունկցիա, շատ հարմար ֆունկցիա է, դուք կարող եք մտնել այդ ֆունկցիայի մեջ եւ տեսնել թե որ հղումներն են խփված։ Անմիջապես ցույց է տալիս եւ դուք կարող եք արագ անցնել այդ էջը եւ հղումը վերացնել։ Ամեն դեպքում իմ խորհուրդը առաջին ավելի հարմար է։ Ավելորդ հղումներ ձեր էջերից մի տվեք այլ կարգերի։ Եվ ուշադիր եղեք, որպեսզի ձեր էջերը, որոնք եթե որոշել եք հեռացնել, ապա դեպի այդ էջերի հղումները նույնպես վերացնեք։ Երրորդը դա կայքի բեռնման արագության բարձրացումն է։ Ինչպես կարելի է կայքի բեռնման արագությունը բարձրացնել։ Պետք է էջը ծանր չլինի։ Տեքստ որքան ուզում եք կարող եք գրել, որտեղ տեքստերը շատ թեթև են։ Այստեղ էականը դա նկարներն են։ Չի կարելի առանց մշակելու այդ նկարը գցել կայք։ Եթե դուք աշխատում եք, ասենք, front page Photoshop-ով, ապա դուք այդտեղ գիտեք, որ պահպանելու ժամանակ կարելի է նկարը պահպանել ինչպես այն կա, բնական, մի քանի մեգաբայթ մեծությամբ, բայց կարելի է պահպանել որպես վեբ կայքերի համար նկար եւ անմիջապես այնտեղ կատարվում է սեղմում։ Ինչքան փոքր լինի նկարը, այնքան արագ է այն բեռնվում։ Դա շատ կարևոր է։ Աշխատեք հիմնականում, նույնիսկ եթե JPG ֆայլերը հնարավոր է պահել, ասենք, որպես GIF, որը ավելի փոքր է պահում, ավելի շատ է սեղմում, ապա պահեք որպես GIF։ Եթե որոշել եք շարժական GIF ֆայլ ստեղծել, ապա ավելի լավ է սովորեք, որտեղ նրանք մեծ են ստացվում, սովորեք դա անել որպես ստեղծել վերափոխել որպես flash ֆայլի։ Որքան կարելի է փոքր պետք է լինի, որովհետև եթե էջը նկարի մեծության պատճառով շատ դանդաղ է բեռնվում, ապա ամենայն հավանականությամբ ձեր այցելուն ուղղակի կփակի այդ էջը եւ կփորձի իր հետաքրող նյութը գտնել այլ կարգում։ Էջերը պետք է բացվեն 1-2 վայրկյանի ընթացքում, նույնիսկ մեծ էջերը, նույնիսկ փոքր արագությունների դեպքում։ Թեև հիմա ինտերնետի արագությունը բավականաչափ բարձրացել է, բայց ամեն դեպքում, եթե դուք գցեք մի քանի մեգաբայթանոց նկար, որը ուղղակի ֆոտոապարատից բեռնել եք ձեր կայքը, ապա այդ նկարը շատ դանդաղ կբացվի։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի ձեր կայքի էջերում նկարները գցվեն փոքր չափսով,
Վատագույն դեպքում, ասենք, կարող եք օգտագործել մինիատյուրաները, այսինքն որպեսզի նկարը փոքր երևա, թեթև, իսկ անհրաժեշտության դեպքում եթե ինչ-որ մեկ ուզում է մեծացնել, ուղղակի մեկ կլիկով կարող է բացել։ Այդպիսի հնարավորություն ունի օրինակ WordPress-ը։ Ուրեմն էականն այն էր, որ որքան կարելի է փոքր դրեք նկարները եւ edge-ը արագ բացելու համար եւ բացի դրանից, որպեսզի խնայեք ձեր հոստինգի պարունակությունը, որպեսզի որքան կարելի է փոքր ֆայլեր լինի, կարողանաք շատ ֆայլեր բեռնել ձեր հոստինգում։ Այսքանը տեխնիկական սխալների ուղղման մասին, շնորհակալություն, ստեսություն։